Ադրբեջանից դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է ուղարկվում Հայաստան, այս անգամ 22 վագոն, գրեթե 1300 տոննա։ Խմբաքանակի մեջ 4 վագոնը 240 տոննա քաշով Ռուսաստանից ուղարկված պարարտանյութ է։ Ադրբեջանն այս դեպքում փաստացի տարանցում է Հայաստան հասնելիք բեռը։ Մինչ այս պահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ 6312 տոննա վառելիքի գործարք է եղել։ Այդուհանդերձ վագոնները Երևանից դատարկ են վերադառնում Բաքու։ Ադրբեջանցիների կողմից հայկական շուկայից որևէ ապրանքի պատվեր ցայսօր չի եղել։ Ադրբեջանական կողմը միայն վերջերս է սկսել հետաքրքրություն դրսևորել մեր երկրում արտադրվող փայլաթիթեղի նկատմամբ։ Բանակցություններ թեև եղել են, բայց այս դեպքում էլ գործարք դեռ չկա։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլատի տեղի, ճիշտ ասած, մենակ դա է ինչ որ ասում հետաքրքրում, դա էլ մենք չգիտենք, իրականում հետաքրքրում է, թե վանուղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպես ինչ ունենք։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ, որովհետեւ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի առնում, չի համարարվում։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան կարողանա բենզին կվաճառի, հա, սոկար ինչքան կկարողանա բենզին կվաճառի, նավթամթերք կվաճառի։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ պետք է համատեղ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա հայ գերիների ազատ արձակման համար։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանի եվրոպական ուղում ներդրումներով, տնտեսական համագործակցությամբ եւ ծրագրերով, սակայն բարեփոխումները հիմնականում Հայաստանի տնային աշխատանքն են։ Հնարավոր առաջընթացներ կարող են լինել վիզայի ազատականացման, տնտեսական ինտեգրման եւ անվտանգային գործակցության ուղղություններով։ Լեքսմանի խոսքով առաջիկա Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի առանցքում կլինեն տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքները եւ երկրի դիմակայությունը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ընտրությունների հիմնական ռիսկը արտաքին միջամտությունն է, հատկապես Ռուսաստանի կողմից, եւ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել ընտրական գործընթացի վերահսկմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերի լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության եւ կայունության ապահովման ուղղված քայլերի շուրջ։ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնի Ստամբուլ մասնակցելու միջազգային համաժողովի, որի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի Վրաստանի գործընկերների հետ, ինչպես նաև չի բացառվում ոչ պաշտոնական շփում Վալենտինա Մատվիենկոյի հետ, ով նույնպես ներկա է լինելու միջոցառմանը։ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության զարգացումը, առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայության ամրապնդումը, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ համագործակցության ընդլայնման վերաբերող հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Կողմերը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը եւ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովումը։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ գազի գնի թանկացման մասին Պուտինը որևէ ակնարկ չի արել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ընթացքում, ընդգծելով, որ նման տեղեկությունները տարածում են Հայաստանի որոշ քաղաքական ուժեր եւ նրանց հետ կապված լրատվամիջոցներ, իսկ ինքը չի տեսնում պատճառ, թե ինչու Ռուսաստանը պետք է նման քայլի դիմի։ Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյա նիստերը 23 հարցից բաղկացած օրակարգով։ Քննարկումների առանցքում բանակի համալրման խնդիրներն են, որոնք ըստ падգամավոր Հայկ Սարգսյանի արդեն մտահոգիչ չափերի են հասել։ Նրա ներկայացմամբ 2025-ի զորակոչի ենթակա երիտասարդների միայն 30%-ն է ծառայության անցել, իսկ մոտ 2800 քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Չնայած բարձրացված խնդիրներին, իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ քվեարկեց հենց իրենց կուսակցի ներկայացրած օրենսդրական նախագծին։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Անարդարությունը շարունակվում է նաև ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած եւ 27 տարի լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, ամեն մեկին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաեւ տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից 3 միլիոն դրամ։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Անցելու պրակտիկան։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։ Նոր կարգով խախտումները նախ կքննարկվեն հարկային մարմինների կողմից եւ մի շարք դեպքերում հնարավոր կլինի խուսափել քրեական գործերից անցնելով վարչական կարգավորման ճանապարհով։ Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել հարկերից խուսափելու քրեական շեմերը տարեկան 10 միլիոնից դարձնելով 30 միլիոն դրամ, իսկ առանձնապես խոշոր դեպքերի շեմը մինչև 50 միլիոն դրամ։ Նաև առաջարկվում է սահմանափակել գույքի կալանքը, թույլ տալով նաև փոխարինել ֆինանսական երաշխիքներով բիզնեսի գործունեությունը չխոչընդոտելու համար։ Կառուցապատողները աշխատելու են նոր կանոններով։ Հայաստանում պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակը բնակարան գնողների իրավունքների պաշտպանությունն է։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, բնակարանների հանձնման ժամկետների ուշացում, ենթակառուցվածքների վերաբերյալ անիրականանալի խոստումներ, սպասարկման թերություններ եւ այլն։ Հանձնաժողովն առաջարկել է ձևավորել կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ, որոնք կվարկանիշավորվեն կառուցապատող ընկերություններին։ Փորձագետների կարծիքով, սակայն, մի կառուցապատողի կողմից մյուսի գնահատումը ու ռեյտինգավորումը լավ գաղափար չէ։ Նմանատիպ գործունեությունը ռեյտինգավորումը ապահովելու համար անհրաժեշտ է պետական եւ հանրային վերահսկողության կողմից իրականացվի։ Ոչ թե մի քանի հոգով որոշեն, որ իրանց կոնկուրենտ ընկերություններին թողելու են ավելի ներքև եւ ըստեյության գերիշխող դիրքունեցումներով կուլ տան։ Լինի համակարգ, որը կունենա գնահատման չափորոշիչներ եւ նաեւ ուղղորդի անուղակի մեր սպառողներին։ Իսկ եթե սպառողներին ուղղորդման գործընթաց պետք է լինի, ապա դա չի կարող լինել տնտեսվարողների շահերի պաշտպանների կողմից։ Ապրիլի 15-ից մեկնարկում է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Դիմորդները հնարավորություն ունեն պահպանել իրենց արդեն ստացած գնահատականը կամ կրկին հանձնել քննություն, նշելով նախընտրած բուհն ու մասնագիտությունը։ Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունները, որոնք անցկացվել են հունվար-փետրվարին, գրանցել են աննախադեպ մասնակցություն, ընդգրկելով շրջանավարտների կեսից ավելին։ Այս տարի հայտագրվել է 12447 դիմորդ, անցած տարվա 11534-ի փոխարեն։ Ամենապահանջված առարկան եղել է անգլերենը, որին մասնակցել է 7222 դիմորդ, իսկ քննությունը կազմակերպվել է 2 անգամ տեխնիկական խնդրի պատճառով։ Մաթեմատիկա առարկային մասնակցել է 5589 դիմորդ, իսկ հայոց լեզու եւ գրականությանը 4565 դիմորդ։ Քիչ մասնակցությունների թվում է ռուսերենը։ Քննությունը մեզ համար եղել է մաթեմատիկա առարկայից 5589 հոգի, միջին գնահատականը եղել է 19, նախորդ տարի եղել է մաթեմատիկայի միջին գնահատականը 11.2։ 11.2 Հա, 0.3 0.3%-ով նվազել է։ Հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանում անկում է ապրում, բայց այս իրավիճակը, որ հիմա գոյություն ունի Հայաստանում, բերելու է նրան, որ մի քանի տարի անց մասնագետների պակաս ենք, սով ենք արդեն ունենալու եւ մասնագետներ չենք կարողանալու ներգրավել, որպեսզի նոր եկող սերունդին լեզուն կարողանան սովորեցնել։ Ընտանիքների կողմից երեխաների կրթության համար նախատեսված ֆինանսական ռեսուրսների կուտակման գաղափարը դրվելու է պետական քաղաքականության օրակարգում։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգի նախաձեռնությունը, որի նպատակն է ընտանիքներին հնարավորություն տալը, որպեսզի նախապես հնարավոր լինի ձևավորել անհրաժեշտ միջոցները եւ ավելի կանխատեսելի դարձնել ապագա կրթական ծախսերը։ Միաժամանակ ծրագրի կոնկրետ մեխանիզմները, ներդրման պայմանները եւ հնարավոր պետական աջակցության ձևաչափերը դեռևս չեն հրապարակվել։ Մասնագետների դիտարկմամբ պետք է հաշվի առնել ապագա ինֆլյացիոն ռիսկերը։ Կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար եւ խոսքը այս դեպքում երեխաների կրթավճարներին է վերաբերում։ Եթե քաղաքացիները այս համակարգի ներդրմանից հետո որոշեն, որ իրենք ուզում են դա անել, որևէ գումարի չափով մանրամասները կքննարկենք, բնակչության քաղաքացիների հետ կքննարկենք, պետությունը մասնակցելու է այդ կուտակմանը, իհարկե դրա վրա նաև ավելանալու են տոկոսներ։ Եթե մենք կանխատեսելի պատկեր չունենք կրթական դաշտի ու աշխատաշուկայի հետ կապված, անիմաստ է հիմա ինչ-որ ինվեստիցիոն համակարգ է ստացել, դրանից օգտվել են մենակ այդ ֆոնդերը, ովքեր կառավարելու են, ասենք դրանից, ասենք ինչ-որ շահույթներ են ստանալու այդ ընթացքում։ Վերջում էլ քեզ տալու են, ասում վերցու գնա, բայց այդ ժամանակ կարող է փողը ոչի բան չարժանա, կարող է կրթական դաշտում աշխատաշուկան ուրիշ բան ունենա, որի համար ընդհանրապես կարող գումար պետք չունի կամ գումար պետք ունի շատ ավելի շատ։ Իրանի եւ Թուրքիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ
ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում, հայտնել է Bloomberg-ը։ Թուրք եւ եգիպտացի պաշտոնյաները միջնորդի դեր են կատարել հակամարտության կարգավորման հարցում, ինչ ըստ աղբյուրի մեծացնում է հանդիպումն այս երկրներից մեկում անցկացնելու հավանականությունը։ Ըստ գործակալության բանակցությունները կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Մինչ այդ, որպես բանակցությունների հանդիպման վայր, կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաքը։ Նաև նշվում է, որ բանակցությունների անցկացման մեկ այլ հնարավոր վայր կարող է դառնալ Ժնևը, որտեղ դրանք ընթանում էին մինչև պատերազմի մեկնարկը։ Իսրայելը Միացյալ Նահանգների հետ կանգնած է ազատ աշխարհի առաջնագծում։ Միասին մենք մինչև հիմքերը ջախջախեցինք Իրանի հանցավոր ռեժիմը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն է հայտարարել այս մասին։ Իրանի երեսպաշտ ռեժիմը ձգտում էր միջուկային պայթյուններ իրականացնել եւ կառուցել տասնյակ հազարավոր մահացու բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված էին մեզ ոչնչացնելու համար։ Միևնույն ժամանակ այն տարածում էր մոլեռանդ գաղափարախոսություն բոլոր մայրցամաքներում, արևմուտքը ներկայացնելով որպես գոյության սպառնալիք։ Նրանք կարծում են, որ կարող են շարունակել այս ոգով, սերմանելով քաոս, բայց դա այլևս այդպես չէ։ Fox News-ին տված հարցազրույցում J.D. Vance-ը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները ձեռք են բերվել եւ որ ինքը պատրաստ է շարժվել հակամարտության դադարեցման ուղղությամբ։ Vance-ի խոսքով ստեղծված իրավիճակը թույլ է տալիս աստիճանաբար կրճատել ռազմական գործողությունները։ Ես իսկապես հավատում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մեր նպատակները ձեռք են բերվել։ Մենք կարող ենք սկսել մեղմել այս իրավիճակը, նշել է նա։ Փոխնախագահը նաև ընդգծել է իր նախընտրությունը դիվանագիտական ճանապարհով փակուղու վերջ դնելու համար։ Ես կնախընտրեի սա ել հաջող բանակցությունների միջոցով, հավելել է նա։ Վաշինգտոնում Լիբանանի եւ Իսրայելի ներկայացուցիչներն են Միացյալ Նահանգների միջնորդությամբ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ սկսելու։ Պետքարտուղար Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու են Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի դեսպանները, ինչպես նաեւ Բեյրութում ԱՄՆ դեսպանը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել, կենտրոնանալով Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահի զինաթափման վրա։ Իրանի արտաքին գործերի նախարարը հարցազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Հեռախոսազրույցում նրանք քննարկել են Ամերիկա-Իրանյան բանակցությունների եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաեւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Փեզեշքյանը բարձր է գնահատել Իսլամաբադում կայացած Իրано-ամերիկյան բանակցությունները եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին իր սկզբունքային դիրքորոշման համար։ Հորմուզի նեղուցով ապրիլի 13-ին անցել է 34 նավ, սա անկասկած ամենամեծ թիվն է փակման սկսելուց ի վեր գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։ Ավելի ուշ լրագրողների զրույցում նա ասել է, որ մենք շրջափակել ենք, իսկ նրանք ոչինչ չեն անում։ Իրանը ոչինչ չի անում եւ մենք մտադիր ենք պահպանել այդ ստատուս քվոն։ Ներկայումս ռազմական գործողությունները չեն ընթանում, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ թույլ չեն տա Իրանին շանտաժի ենթարկել աշխարհը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆեդորովը հայտարարել է, որ Բելգիան եւ Իսպանիան մտադիր են ռազմական կարիքների համար 26 թվականին Կիևին հատկացնել 1 միլիարդ եվրո։ Նախարարի տեղեկացման Բելգիան վերահաստատել է Կիևին լրացուցիչ F-16 կործանիչներ ինքնաթիռների պահեստամասեր տրամադրելու իր մտադրությունը։ Մենք կվերամիավորվենք եւ կշարունակենք պայքարը հունգարացի ժողովրդի համար, հայտարարել է Օրբանը։ Ընտրություններում ավելի քան 2.250.000 ընտրող աջակցել է Ֆիդես կուսակցությանը։ Ֆիդես կուսակցությունը Հունգարիայի ամենամիասնական քաղաքական համայնքն է։ Մենք տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայել ենք հունգարացի ժողովրդին եւ կշարունակենք դա անել նաեւ առաջիկա տարիներին, նշել է Օրբանը։ Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա, 16 մարդ վիրավոր է, այս մասին հայտնել են թուրքական լրատվականները։ Նշվում է, որ զինված անձը օգտագործելով հրացան վիրավորել է 16 մարդու եւս մի քանի աշակերտի պատանդ վերցրել։ Դեպքից հետո վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ բրիգադներ, ըստ հաղորդումների հարձակվողը տվյալ դպրոցի աշակերտ է։ Հաղորդում է, որ հարձակվողը ինքնասպան է եղել։ Հարկերից խուսափող հարկատուները այսուհետ անմիջապես չեն ենթարկվի քրեական պատասխանատվության։ Պետական եկամուտների կոմիտեն անցնում է ներքին վերլուծությունների մոդելին։ Այսուհետ ՊԵԿ-ը նախ կլսի հարկատուին, կուսումնասիրի նրա հիմնավորումները եւ միայն դրանց բացակայության դեպքում կանցնի վարչական տույժերի, որոնք ենթակա են բողոքարկման։ Գործողությունների այս հերթականությունից հետո միայն ՊԵԿ-ը ըստ անհրաժեշտության կարող է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։ Նշածից բացառություն են կազմելու հատկապես այն դեպքերը, որոնք ենթադրում են անապահ գործողություններ, որպեսզի փաստերը եւ ապացույցները չկորեն, եւ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել հաստատապես հայտնի գործարքի հիմքը
ինչպես նաև ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ իրականացնելու պայմանները եւ սրա արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից կեսը առնվազն կանցնեն վարչական պրոցեսներով եւ հարկվճարողների լսելու իրավունքը ամբողջությամբ կիրացվի։ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է վերջ դնել մի իրավիճակի, երբ անգամ փոքր սխալը կարող էր գործարարին բանտ տանել։ Այսօր գործող շեմերը, ըստ որոնց հարկ չվճարելը որակվում է որպես քրեական հանցագործություն, կբարձրացվեն։ Ներկայում 10 միլիոն դրամի պակասորդը համարվում է խոշոր չափ, իսկ 20 միլիոն դրամը առանձնապես խոշոր, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի քրեական պատասխանատվություն։ Պատմական մեծ քայլ են կատարում, առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել 30 միլիոնի, ընդ որում 2 հաջորդող տարվա համար 45 միլիոն, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ 25-ից 50 միլիոն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար արդեն 75 միլիոն դրամ, եւ սրա արդյունքում ինչ է տեղի ունենալու, մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։ Կառավարությունը պատրաստվում է թեթևացնել ոսկերիչների եւ ադամանդագործների հարկային բեռը։ Խնդիրն այն է, որ այսօր ոսկին որպես հումք ավելացված արժեքի հարկից ազատված է, բայց հենց դառնում է պատրաստի զարդ, հարկվում է ամբողջ արժեքով։ Սա բարձրացնում է զարդերի գինն ու հարվածում մրցունակությանը։ Նոր նախագծով առաջարկվում է հարկել ոչ թե զարդի ամբողջ գինը, այլ միայն հավելյալ արժեքը։ Ըստ այդմ արտադրողների համար հարկը կհաշվարկվի ելնելով զարդի վաճառքի գնի եւ հումքի ձեռքբերման գնի տարբերությունից, իսկ վերավաճառողների դեպքում հարկվելու է միայն վերադիրը, մարժան։ Այս փոփոխությունը թույլ կտա փոքր արհեստանոցներին դուրս գալ ստվերից եւ չվախենալ շրջանառության հարկի շեմը հատելուց։ Պարզեցնելու համար հարկային հաշվառումն ու հարկային վարչարությունը ու նաեւ կանխատեսելի կանոն ունենալու համար գործնականում արտադրողի համար նախատեսվում է սահմանել, որ այդուհանդերձ եթե այս եղանակով հաշվարկվող հարկման բազան ընդհանուր գնի 10%-ից պակաս կստացվի, հարկման նպատակով հիմք է ընդունվելու առնվազն գնի 10%-ը։ Հարկային համակարգը փորձում է պատժիչ գործիքակազմից անցում կատարել գործընկերային հարաբերությունների, քրեականացման շեմերի բարձրացումը եւ հարկային բեռի վերանայումը հնարավորություն է տալու նպաստել ստվերի կրճատմանը եւ տնտեսական ակտիվությանը։ Տնտեսվարողների համար սահմանվում են խաղի նոր եւ ավելի մեղմ կանոններ։ Ապրիլի 13-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում Մրգաշեն բնակավայրի առաջին փողոցի 8-րդ նրբանցքում հայտնաբերվել է 52-ամյա Արթուր Ավագյանի մարմինը։ Հավաքվածների խոսքով մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել։ Նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություն էր, աշխատում էր որպես ատամնաբույժ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, կասկածյալավորվում է, փնտրվում է հանցագործության գործիք առարկան։ Ապրիլի 13-ին Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում ճակատի բախվել են Մերսեդեսը եւ Հրազդան Ծաղկաձորի երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ 4 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Քաղաքացիների խոսքով վթարի պատճառը եղել է Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքը, իսկ Մերսեդեսի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է այդ սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում, չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու միկրոավտոբուսին, որում եղել է մոտ 10 ուղևոր։ Դեպքի վայրեն ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը